2003-ից 2010 թվականների ընթացքում 819 տնային տնտեսությունների շրջանում հարցումներ է անցկացվել։ Պարզվել է, որ վառելափայտի սպառման միջին մակարդակը նվազել է 11,8%-ով, իսկ 1 խորանարդ մետր վառելափայտի միջին գինն ավելացել է 29%-ով։ Ֆլեգ կազմակերպությունը արձանագրել է, որ նվազել է նաև անտառից վառելափայտ ձեռք բերող տնային տնտեսությունների քանակը։ Ըստ նրանց, բնակիչների մուտքը անտառ սահմանափակելու եւ նրանց կողմից իրականացվող ապօրինի հատումների ծավալը կրճատելու հայ-անտառի ջանքերը բավական հաջողված են, սակայն 2003 թվականի համեմատ այժմ արտադրական նպատակով հատումներ իրականացնողի քանակն ավելացել է, իսկ նրանց մուտքն անտառ հեշտացվել։ Ընդհանուր օգտագործվող փայտանյութի մեջ բավականին մեծ ծավալ է կազմում եւ դա հիմնական ծավալը դա թափուկ փայտանյութն է։ Մենք շուտով շրջանառության մեջ կդնենք ուրեմն կառավարության որոշման նախագիծ, որով պետք է ազատել թափուկ վառելափայտը բնօգտագործման վճարից, այս պարագայում ապօրինի օգտագործվող համարվող փայտանյութի ծավալը մեծապես կնվազի։ Խնդիր է, որ գործարար շինափայտը օգտագործում է որպես վառելիք։ Ուրեմն այստեղ իրոք մարդկանց վառելիքով ապահովելու խնդիր կա, մարդկանց աղքատության խնդիրները լուծելու խնդրեմ կա, որ անտառի կողմնարդյունքը օգտագործել ինչքան հնարավոր է խրախուսել, բայց այնպես որ անտառը կարողանա վերարտադրել դա։ Իսկ ֆլեգ կազմակերպությունը իր հերթին առաջարկում է իրականացնել պիլոտային ծրագրեր, որոնք կազդեն վառելափայտի պահանջարկի վրա եւ կմեծացնեն վառելիքի այլընտրանքային միջոցների մատչելիությունը։ Հասմիկ Կիրակոսյան, Հասմիկ Ֆարոյան, IPFE։